Թե կրակի ում ես սպասում, ինչի չես խփում, ումից ես վախենում, խփի։ Չանես, Արգամ, չանես, Արգամ, խնդրում եմ, հանգիստ թող երեխուն, խնդրում եմ, Արգամ։ Վատա, ցավա տալիս, բա ինչի չես երեխուց սովորացրել, որ ուրիշի կյանքն էլա թանկ, հա? Ուրիշի համար էլա ցավ։ Դու ավելի լավ կիմանաս ուրիշի կյանքը թանկ է, թե արժեք չունի։ Ոչինչ, հիմա դու էլ կհասկանաս, թե ում կյանքը ինչ կին ունի, զանգի մարդու թողա։ Հենց հիմա զանգի մարդու թողա, եթե չես ուզում, որ երեխեդ այստեղ մեռնի, հենց այս պահին։ Զանգի։ Ես այդ հարցերը կլուծեմ։ Հա, մեկ էլ անպայման ասալ, որ Մուրադին էլ բերի։ Ուզում եմ բոլորին իրար կողք կանգնած տեսնել, արագացրու։ Չես անի, Արգամ։ Մամիկոն քաշվի ու չխառնվես։ Վրուր դու ոչ մի տեղը չես գնա, խնդրում եմ քեզ։ Ոչ մի տեղը չես գնա։ Լավ։ Շատ լավ։ Այդ դեպքում մենք երկուսով կխոսենք ուրիշ տեղ։ Չէ՞ Վրուր։ Հա? Վրուր, դու ոչ մի տեղը չես գնա։ Անցի։ Խնդրում եմ քեզ, Վրուր, չես գնա ոչ մի տեղ։ Լսի, քո արցունքներին վրա չի ազդելու հաստատ։ Հանգիստ թող Վրուրիս, հանգիստ թող ընտանիքս։ Եթե Վրուրի մազին կպնես, ամբողջ կյանքում քեզ չես ների։ Նենց բան չանես, որ վատ լինի։ Ինչ պիտի վատ լինի, ինչ կարող վատ լինի ավելի։ Որ քո երեխուն սպանես, որ քո երեխուն վնասես, հետո քեզ չես ների, հետո ոնց ես ապրելու։ Ես իմ երեխուն չեմ սպանում, այդ քո երեխան ա փորձել իմ երեխուն սպանել։ Պայմանավորված, խմբով։ Մարդը տանցալի պարտքերն ա ուզում վճարի, էլ չի մտածում, որ ապագային ա պարտք մնալու։ Անցիր առաջ արա, անցի։ Շուտ արա։ Վրույրը քո տղեն ա։ Վրույրն էլ ա քո տղեն։ Եթե մի տղուտ պաշտպանելու համար պատրաստ ես մարդ սպանել, մյուսին քո ձեռքով կվնասես, հա՞։ Ինչ։ Ես երդվել եմ, որ երբեք չեմ խոսի սրա մասին։ Սուս մնա։ Վրույր, ես գիտեմ, որ առիթ եմ տալիս քեզ, ատես ինձ։ Այդ նոր հորինեցիր։ Վրույր, տղես, խնդրում եմ, շատ եմ խնդրում, տենց մի նայր ինձ, փորձիր հասկանալ ինձ։ Ես քո հետ եմ խոսում։ Այդ նոր հորինեցիր։ Խափում ես։ Դու հենց հիմա խափում ես։ Տենց բան չի կարա լինի։ Չեմ խափում, Վրույր։ Ես ամեն ինչ կտայի, որ ես սուտ լինել, բայց ես չեմ խափում։ Եվ որ Արամը փրկեց կյանքս, ես արդեն հղի էի։ Որոշել էի հետ չապրել, որովհետև ընտանիքս չէր ընդունի ինձ, որովհետև չէի կարող ապրել այդ մեղքով, չէի կարող հորս անունը սևացնել։ Ես գիտակցում էի, որ
Մեղք եմ գործել։ Ձենդ։ Բայց ինքնասպանություն ավելի մեծ մեղք կլիներ։ Ոչ միայն իմ կյանքին վերջ տալու, այլ նաև քո։ Չխոսասել, ձենդ չլսեմ։ Ես ու Արաման որոշել ենք երբեք ոչ մի պայմանով չխոսել սրա մասին, չասել ճշմարտությունը, ոչ մեկին, ոչ էլ քեզ վրույր, խնդրում եմ, փորձիր հասկանալ ինձ։ Խոստանում եմ կներեմ քեզ ամեն ինչ։ Մենակ ասա, որ խաբում ես։ Ասա, որ չկա տենց բան, սուտ է։ Ես չեմ կարա դրանով ապրեմ։ Դրա հետ ես չեմ կարա ապրեմ։ Ավելի լավ էր այն ժամանակ իրա գործեիր մտածածը։ Ավելի լավ է այն ժամանակ անեիր, ինքնասպան լինեիր։ Հավատա տենց ավելի լավություն արած կլինեիր ինձ։ Դու ուրեմն այսքան տարի Ստեղ ինչ է կատարվում։ Արամ, ես վախեցա։ Վրույրի կյանքի համար վախեցա։ Ոնց։ Դու էլ գիտեիր այդ բան։ Արամ խոսա։ Ինքես լեզուդ կուլ տվել։ Խոսա։ Ուրեմն այսքան տարի ես մտածել եմ, որ արդեն ընտանիք եք դառել։ Մտածել եմ, որ ձենդ կտրի։ Դու ձենդ կտրի։ Այդ ոնց որ քեզ համար էլ նորություն չի, հա? Խոսա։ Էս ինչ է կատարվում։ Ես քեզ դրսում սպասում եմ, վրույր։ Վրույրը քո հետ խոսալու բան չունի։ Չունի? Չունի, արգամ։ Ամեն դեպքում ես դրսում սպասում եմ։ Ինձ թվում է դու ես հասկանում, որ խոսելու շատ բան կա։ Իմացել էր, որ վրույրն ամիկոյին խփեր դանակով ես զանգեց ինձ ասեց, որ գալիս է։ Ես էլ վախեցա, եկա տեսա։ Ուզում էր վրույրին սպաներ։ Արամ, ես չգիտեի ինչ անեի։ Ես քեզ արգելել էի։ Ես քեզ բացատրում եմ ինչի։ Ես քեզ արգելել էի։ Ինչի չես լսում։ Ինչի ես ամեն անգամ անում են, ինչ չի կարելի։ Դու իրավունք չունեիր ասելու։
տղուս պաշտպանելու համար պատրաստ ես մարդ սպանել։ Մյուսին քո ձեռքով կվնասես։ Վրույթները քո տղան։ Ալո, գիտեի, որ դու զանգելու ես, որ ես անորը տենց գնացի։ Դա դրա համար չեմ զանգել։ Ինչի համար։ Զանգի վրուրին տես ուրա ինչ անում։ Ինչի։ Դա թիմը դրա ժամանակը չի։ Զանգի եթե չվերցնի, հորս զանգի։ Ինձ թվում է որ տենը դու ես կվերցնի։ Միք լուրջ անհանգստացա արդեն, ինչ ա եղել։ Դա կբացատրեմ հիմա զանգի։ Երկուսից մեկին զանգի։ Լավ։ Բրուր, խնդրում եմ, լս ինձ, ես հասկանում եմ ինչ եմ արել, գնացել է որ հանգիստ ապրեք, բայց հետո Չես պատկերացնում ոնց եմ ատում քեզ։ Վրույր, դու իմ տղեն ես, ուստեղ ինչ եղավ, այդ նշանակություն չունի, ոչ մի բան չի փոխում։ Դու ես տենց մտածում, բա ես, իմ մասին ինչի՞չ եք մտածում։ Մտածել եմ, հենց քո մասին եմ մտածել, ու մենք պայմանավորվել էինք, որ ոչ ոք չպիտի իմանա այս թեման։ Բա ինչի իմացան։ Խոսա, ինչին ենք ցարեցիր, որ բոլորը իմանան։ Եթե այսքան ժամանակ լռել էիր, եթե չէիր խոսել, ինչին ենք ցարեցիր, որ բոլորը իմանան։ Բրուր, խնդրում եմ։ Շատ լավ իմանալով, թե ով այդ մարդը իմ համար։ Շատ լավ իմանալով, թե ինչքան ծանր եմ տանում ես, որ գիտեմ, որ կապ ունեմ դրա հետ։ Մորդ հետ ես խոսում։ Ինչ։ Մի արա։ Ինչ չանեմ։ Դու մտածում էիր, որ Ոչինչ մի արա։ Ուղղակի մի արա, վերջ։ Մի արա բաներ, որ կզղջաս։ Լուրջ եմ ասում Եվայի մոտ ձևեր ենք թափում, ես ենք անում, են ենք անում, դու ոչ մի բանը չենք անում, ինչ կարանք անենք։ Մորդ ես են հարցը չի, որ ինչ-որ բան կարանանք անենք։ Լավ ինչի եկավ, կամ որտեղից իմացա որտեղ ենք։ Դե երևի նեղված էր, եկել էր հետդ խոսար։ Դա թվում, թե ինք ինչ տրամադրված ես վաղանի դեմ։ Բա ինչ էիր ուզում։ Դե հասկանում եմ, այդ որ ճիշտն ասեմ ես իրավիճակի մեջ ինչ-որ չափ տեղավորվում եմ, բայց հիմա սիրտս դրա համար չի ցավում, ես վաղանին միշտ սկուրախությամբ եմ նայել, ինքը մեզանից միակ մարդն էր, որ դուրս եկավ այդ ամեն ինչից, մարդ դառավ, ուղղակի Եվան լավ մի խոսքով նվնվալով հարց չի լուծվի։ Չգիտեմ, իման պիտի մտածենք գոնե վաղանի համար թեթևացնենք իրավիճակը։ Մորդ, եթե ես վաղանի դեմ ինչ-որ բան ունեմ, այդ չի նշանակում, որ պատրաստ չեմ օգնեմ քեզ, իրան ու այս ամեն ինչից մի կերպ դուրս գանք, բայց ավելի կարևոր հարց կա, Տիկոյի հարցը։ Եկել են էլի։ Հա, երեք գիշերը եկել են։ Ու այդ տղու մահը ավելի է կատաղացրել իրանց։ Այս հարցը պետք է լուծվի։ Ավտոյի հարցն էլ։ Մի խոսքով դրանց հետ հաշիվները պետք է լրիվ մաքրվի։ Տիկոն, դու ես խոսում։
Տալիս եմ, բայց հանգիստ ես խոսում հետները։ Հանգիստ խոսեմ։ Դու հասկանում ես չէ, որ քո խոսալուց է կախված ամեն ինչ։ Շատ հնարավոր է իրանց հանդարտությունը ազդի Վահանի գործի վրա։ Դու մի փիլիսոփայի։ Միք զանգում եմ, բայց չեն պատասխանում։ Էլ պետք չի։ Բայց Կզանգեմ, կբացատրեմ, հիմա չէ, սպասի։ լավ։ Արի։ Արա ոչ մեկը չէր ուզում, որ մարդ մեռներ։ Բայց մեռել է։ Դե որովհետև 4 հոգով գալիս եք մի օգուտ ունենալու, բա ինչ էիր ուզում լինել վերջում։ Թուրք եք եկես սպանելու։ Լսի քեզ ինչ եմ ասում, Մուրադ։ Էս արդեն պրինցիպի հարց է։ Դու ամ պիտի այդ ավտոյի փողերը բերես, համ էլ իմ փողերը պիտի բերես։ Ու մի անգամ եմ կրկնում, որ լավ տպավորվի։ Էս պրինցիպի հարց է։ Մի ժամից զանգիտ եմ սպասում։ Տոր լսի քեզ ինչ եմ ասում, արա։ Ու նայն նենց չանես, որ ուրիշ քայլերի դիմեմ, բայց եթե պետք է լինի։ Ոդի ձևերի պետք է դիմես, է։ Ալո։ Լսրան նա яր անջտեց հեռախոսը։ Լավ էլի Մուրադ։ Մի րոպե։ Քեզ ասում եմ հետները հանդարտ խոսա, դու զանգել ես գոռում ես վրեքը։ Ով է սրանք ես իրանց հետ հանգիստ խոսամ։ Ով է Տիկոն։ Այդ հիշի ով է ինքը ընդհանրապես։ Ու եթե ստացվեր անենք, որ վաղանը մարդ է խփե, իրանցից մեկին է խփե, այդ բան չի նշանակում։ Նշանակում է։ Ինչ է նշանակում։ Ինչ անենք հիմա։ Չգիտեմ ինչ անենք, ես մի ժամից չեմ կարա փող գտնեմ, դու կարաս գտնես։ Դու է չես կարա։ Ու ինչ շատ հետաքրքիր է, ինքը մի ժամից այդ ինչ մեթոդների պետք է դիմի։ Ահա որ հետաքրքիր է։ Ես ուր ես պատրաստում։ Դուրս եմ գալիս։ Ուր։ Տեղ։ Տեղը անուն չունի։ Գնում եմ վրույրին տնեմ։ Տեսել ես վրույրին։ Ինչ ես արել, պապ։ Քո հետ եմ տեսել ես վրույրին։ Պապ։ Ոչ մի բան։ Փաստորեն տեսել ես։ Ասում եմ ոչ մի բան չեմ արել։ Վրույրը հիմա իրանց տանն է ու ամեն ինչ նորմալ է։ Ու դու հանգստացի նստի տեղդ, ոչ մի տեղը չես գնում։ Հնարավոր չի դու գնաս իրանց տուն ու ոչ մի բան չանես, պապ։ Դու երևի լավ չես հասկանում, որ ասում եմ ոչ մի բան չեմ արել։ Հանգստացի։ Ուզում ես զանգի խոսա։ Ինչ է եղել, պապ։ Դու ավել լավա պարկի վերքդ թող լավանա էլի։ Պապ, ինչ է եղել, կարաս բացատրես։ Վրույրը քեզ ինչի համար է խփել։ Այդ քո թեման չի, ես արդեն ասել եմ։ Ասում եմ ինչի համար է խփել, գոնե ասա իմանամ, ես մենակ ուզում եմ իմանամ, վրույրը ինչի համար է քեզ խփել։ Բանա ասել վրույրը, թե բանա բացահայտվել, պապ։ Ինչ պիտի բացահայտվեր։ Այն որ դու կապ ունես վրույրի մոր հետ։ Ինչ կապ։ Այն ֆոտոները, պապ։ Այդ ֆոտոները տղա ջան, ոչ մի բան չի նշանակում, ես քեզ ուրիշ բան եմ ասում։ Ես էլ քեզ ասում եմ, պապ, էդ է եղել թեման։ Դրա համար չեմ ուզում, որ վրույրի հետ խոսաս։ Ես չպիտի այդ թեման բացեի։ Հիմա այդ արդեն կարևոր չի։
Ուզում եմ խոսեմ վրույր, որ վերադառնալդ իմաստավորված լինի։ Չեմ ուզում, որ չուզելով մտնես քո տուն։ Էս քո օջախն է։ Առանց էմոցիաների։ Վրույր, ես չեմ ուզում ասեմ, որ քեզ հասկանում եմ, որովհետև Կարաս չասես, պապ, որովհետև չես էլ հասկանալու մեկը։ Արի ամեն ինչին ռեալ նայենք, էլի։ Ես այն 5 տարեկան երեխան չեմ, որ քաղցր բառերով փորձեք տրամադրությունս փոխել։ Հենց այդ ռեալության համար ուզում եմ, որ լսես ինձ։ Հնարավոր է հիմա այն ինչ կասեմ քեզ կցավացնի, բայց հավատա վրույր։ Մարդիկ երբեմն ցավ զգալով են հասկանում, որն է իրենց կյանքի արժեքավորը։ Դու չես ներում մորդ, որովհետև հնարավոր է անսխալական ես համարել իրան, իդեալական ես պատկերացրել։ Չէ, բապ, ես այն դեպքն է, որ անսխալական չեմ համարում։ Ես հիմա եմ հասկանում, որ իր այսքան չափից շատ ուշադրությունը, հոգատարությունը իմ նկատմամբ եղել է մենակ նրա համար, որ քողարկի այն ինչ թաքցրել այսքան տարի։ Ինչ-որ առումով հետդ համաձայն եմ, բայց քողարկելու համար չի, որ լռել է։ Ինչ հեշտ ձև եք գտել։ Լռել բառը, խաբել բառի հետ եք փոխարինում։ Ինչ է նշանակում լռելը, չի ասել, պապ։ Իր արդարացումը ո՞րն է։ Որոշ խնդրում եմ ինձ լսես առանց ընդհատելու։ Կլսեմ, պապ, էլ չեմ ընդհատի։ Բայց մեկը ինչ էլ ասես, ինչ արդարացում էլ գտնես, ես մամային կյանքում չեմ ներելու։ Խնդրում լսես ինձ առանց ընդհատելու, որովհետև հայրդ եմ։ Եվ հետո երբեք չանես մորս չեմ ներելու արտահայտությունը, որովհետև ինքը քո մերն է։ Ու անկախ իր սխալ լինելու աստիճանից դու դրա իրավունքը չունես։ Ինքը քեզ ամեն ինչ տվել է այս կյանքում։ Քեզ որպես նորմալ մարդ մեծացրել է, հասցրել է այսօրին։ Դու դրա իրավունքը չունես։ Եվ հետո վրույր։ Ես չեմ ուզում որևէ վատ բառ լսեմ մորդ հասցեին։ Մամ, ո՞նց ես։ Լավ եմ։ Միշտ ինձ դիմավորում էիր։ Երևի հոգնած եմ։ Ամել չնկատեցի, որ գալուց ժամն է, թե չէ մի բան կտաքացնեի, որ ուտես։ Ես բան չեմ ուզում։ Լավ, այդ դեպքում քո սիրած թեյը կպատրաստեմ։ Ես ինչ օրի եմ հասցրել քեզ, մամ։ Ինչ եմ արել։ Ու հանուն ում։ Ես ու դու այնքան ենք թույլ տվել, որ քեզ գալիս են 4 հոգով տենալու, ու զանգում իմ վրա հեռախոսով մունատ են գալիս։ Այդքան թույլ ենք տվել։ Սաղ հասկանում եմ, բայց դու հիմա հանգստացի։ Քեզ էլ ասում եմ 1000 անգամ հետները հանգիստ խոսա, զանգում ես, գոռում ես վրեկը։ Քեզ ենք սպասում, լավ եկար։ Ինչ-որ բան է եղել։ Չէ, ուղղակի պիտի դուրս գանք։ Դու մնա քո գործերով ստեղ։ Ռոման, ինչ-որ բան է եղել։ Հանգիստ է ամեն ինչ լավ։ Երբ ես ծանոթացա Ռուզանի հետ, ոչ մի վարքյան չէի կասկածում, որ ուզում եմ հայրդ դառնալ։ Ու ինձ համար մեկ էր Ռուզանը ինչ կասեր, կխաբեր, կլռեր, որովհետև ես կին էի ընտրել ինձ համար, ամբողջ կյանքի համար։ Ու երբեք կյանքումս մի անգամ տղամարդկությունս թույլ չի տվել, որ ես դա հիշեցնեմ իրեն, իր կարգավիճակի մասին, թե ես իրան ոնց եմ ընդունել։
Բայց ինձ համար դժվար էր, չէ։ Հասկանում ես, չէ, ինչ եմ խոսում։ Չիմանալ դու ում տղեն ես, որ գուցե ես այդ մարդուն օրը 1000 անգամ տեսնում եմ։ Ես ապրում եմ երկու կյանքով, մորդ ներելու ու իրան հասկանալու երկու աշխարհների միջև։ Հետո դու ծնվեցիր վրույր։ Ու երբ քեզ գրկեցի, հասկացա, որ վերջ դու իմն ես։ Ու երբ առաջին անգամ ասեցիր պապ, այդ ինձ համար չգիտեմ ինչ էր։ Ու ես հասկացա, որ երեխեն ընտրում ծնողին։ Եթե դու ինձ պապա ես ասում, նշանակում արժանի եմ դրան։ Նույնն էլ մայրդ վրույր։ Ինքը քեզ ամեն ինչ տվել է սեր, քնքշանք, քեզ հասցրել է այս օրին։ Ինչ փոխվեց, որ իմացար ինքը քեզ խաբել է։ Հասկանում եմ, էմոցիաներդ չեն թողնում, որ սթափ մտածես, բայց քո մերն է, չէ։ Ու քեզ փրկելու համար խոստովանեց, չէ։ Եթե չասեր, շարունակելու էիր սիրել, չէ, նույն կերպ։ Ուրեմն ինչը փոխվեց, վրույր։ Արգամն իմ ընկերն է եղել։ Ու քո տրամաբանությամբ ես հիմա պիտի ինքնասպան լինեի, բայց ինչի համար։ Հա, դու ճիշտ ես, այն տարիքում չես, որ պիտի խելք սովորացնեմ քեզ, բայց էլի եմ ասում, անկախ ամեն ինչից դու քո մոր մասին ես խոսում, այն կնոջ, ով քեզ կյանք ա տվել, ու դու ես պատասխանատու մորդ առաջ, ոչ թե ինքը քո, որովհետև նախ մայրդ ա, եւ հետո ինքը ավելի բարդ ճանապարհ ընտրել, քան դու։ Իսկ դու տենց հեշտ ուզում ես տրվես էմոցիաներից, տենց հեշտ է, չէ՞ վրույր։ Իսկ հիմա գնա վրույր։ Չեմ ուզում ասեմ մտածի ասածներից մասին, որովհետև վստահ եմ այդքան դու էլ ես մտածել։ Ուղղակի էմոցիաներդ քեզ խանգարում են այս պահին։ Գնա։ Գիտեմ, որ պիտի մենակ մնաս։ Գնա։ Խոսաս, կպատմես ինչ ես մտածել, ինչ ես պլանավորում, ինչ ենք անելու։ Կասեմ, ամբերի մի տեղ նստենք, անձևի տակ ենք, ամեն ինչ հերթով կասեմ։ Պատիկում։ Ումը վահանի մասին ենք մտածում։ Մտածել ես, որ… Ապեր հերիք ա, աղբոպ ես էտ անվեր մոտս մի տուր, հերիք ա։ Հիմա ու մերդն ա, հիմա ով ում ա սպանելու։ Դրա մասին ոչ մտածել եմ, ոչ ուզում մտածել։ Մի ժամ անց ա։ Հետի դրա մասին։ Հիմա ուր ենք, մալատուտանցում։ Հա, ինչի։ Չգիտեմ։ Մտածում եմ։ Պաքսի բռնենք, արի պաքսի թափով բռնենք։ Ոչ չեմ մտածել, արա, գնաց։ Ես էլ բերեցի։ Բայց սրանք մեր իրերը չեն։ Բա ումն են։ Սրանք Մարիամի իրերն են, գյուղից էր բերել։ Տենց էլ մնաց։ Տեսնես ինչ կա սրա մեջ։ Մադլեն Իվանյան, մանկատան դայակ։ Ինչ մանկատուն։ Մամ, դու ոնց ես իմանում իմ սիրտը ինչ ա ուզում, որ հենց այդ պահին լինում ա։ Ու շատ համով։ Էլ մի սկսի։ Ես ճիշտ եմ ասում։ Էնպես կուզեի հավատալ, որ իսկականից ես ժպտում։
Ես իսկականից եմ ժպտում։ Իսկականից ուրախանում եմ։ Ու այս ամեն ինչը իսկական է, որ դու իմ հետ ես։ Գիտես, մամ, ես շատ ուրախ եմ, որ ես տունն եմ։ Անկեղծ։ Լավ, ոնց տեսնում եմ, ախորժակը արդեն տեղն է։ Գնամ ուտելու բան պատրաստեմ։ Մարի դուրը բացի։ Ինչ ա եղել։ Ոնց եք։ Լավ ենք։ Ուջուր ջան, մի հատ ջուր բեր։ Բան ա եղել, Մուրադ։ Չէ, ուղղակի արագ ենք քայլել։ Այս մեր տնից չի։ Հա, մամատ էր տվել, ասեց պահի, ես վերջերս չգիտեմ ինչի։ Տատիկի հին սերվանտում են սրանք հիշում եմ, ոչ մեկի չէր թողում վերցնեին։ Մամա ջուր չուզեց։ Դուր ես կխմի։ Ապրես։ Հալա։ Տաթևի հետ եմ խոսում։ Ես եմ, ով է։ Մուրադի ընկերն է։ Ում։ Մուրադի։ Երկու բար պետքա փոխանցեմ, կարող եք դուրս գալ ձեր տան մոտ եմ։ Մի քանի քայլ ներքև։ Չհասկացա։ Մուրադը խնդրել է, որ բան փոխանցեմ, բայց այս պահին պետք չի իրան զանգել, որովհետև խառը տեղում է։ Հեռախոսով ասեք։ Չի լինի։ Սպասում եմ դրսում, 2 րոպե խոսակցությունը։ Ես չեմ կարող տնից դուրս գալ։ Եթե կարևոր բան լիներ, ինքը կզանգեր։ Համել ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, ինքը ինչ է փոխանցել ձեզ։ Ում հետ ես խոսում։ Չեմ խոսում, Տիկոին եմ զանգում, չի պատասխանում։ Ինչի համար։ Դե որովհետև արդեն 2 ժամ անցել է։ Ու չկա այդ նշանակումը, ինչ որ բան ձեռնարկում են։ Ինչ պիտի ձեռնարկեն։ Չգիտեմ, բայց քո նման հանգիստ չեմ։ Լսում եմ։ Լուրջ բան է եղել։ Հա։
Որտեղ եք կանգնած։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նստեք մեքենա։ Ես ինչ է նշանակում։ Չգիտեմ, Մուրադը կասի։ Ես երկար ժամանակով չեմ կարա բացակայեմ տնից։ Ես ձեզ շուտ հետ կբերեմ։ Մուրադի տիկնիկը մեր մոտ է։ Զանգի Մուրադին։